Անկասկած, հարգելի բարեկամներ, պետությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ եւ սա արդյունք է այն քաղաքականության, որը տասնամյակներով վարել են Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Եվ սա չափազանցություն չի։ Մի վիդեո ես տեսա մի քանի շաբաթ առաջ, որտեղ զրուցում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ալիև հայրը եւ նաեւ Վազգեն Սարգսյանն այնտեղ կանգնած։ Ու այդ երկխոսությունը ամբողջությամբ բնութագրում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող արտաքին եւ ներքին քաղաքականությունները։ Ալիև հայրը ասում է, այդ վիդեոն դուք կարող եք գտնել համացանցում, մի քիչ բան եղած, զարմացած, գից ջղայնացած, ասում է, что это такое, Левон Акопович. Недавно ваш министр выступал и сказал, что мы можем завоевать Азербайджан за несколько дней или за несколько часов, մոտավորապես եմ մեջ վերում։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է, ասում է, вы знаете, он у нас холостяк, и выступал он перед студентами государственного университета, там были девочки, Эли Мотавурапес Межверум, он просто выпендривался. Այս քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության ներսում հանդես գալ մի հռետորաբանությամբ, վարել մի քաղաքականություն, միջազգային ասպարեզում հռետորաբանությունը փոխել, քաղաքականությունը փոխել, սա քաղաքագիտական լեզվով կոչվում է վարել ռացիոնալ բանակցություններ միջազգային ասպարեզում, Հայաստանի Հանրապետության ներսում ցույց տալ, որ դու վարում ես կոշտ բանակցություններ։ Իհարկե այս երկձև քաղաքականությունը 90-ական թվականներին մի աստիճանի վրա էր գտնվում, հետո 0-ական թվականներին այն այլ աստիճանի բարձրացվեց։ Ես հիշում եմ Ռոբերտ Քոչարյանը երբ Պոզներին հարցազրույց տվեց 2021 թվականին, ասաց մենք ճիշտ է, ասում է, այդ տարածքները մտցրեցինք սահմանադրությամբ Արցախի կազմի մեջ, բայց ենթադրում ենք, թույլ էինք տալիս այն ելքը, որ կարող է այդ տարածքները հանձնենք բանին Ադրբեջանին, Պոզները ակնոցների տակից այսպես զարմանալիով նայեց Քոչարյանին, երևի Քոչարյանը մի բա շփոթել էր Պոզներին 5-րդ տարեկի կամ չգիտեմ հանրայինի լրագրողների հետ եւ ես վստահ եմ, որ եթե այդ հարցազրույցը պատվիրված չլիներ Կրեմլի կողմից, Պոզները 2-3 հարց կտար դրանից հետո եւ Քոչարյանը շատ վատ վիճակի մեջ կհայտնվեր։ Եվ արդեն 10-ական թվականներին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, այդ քաղաքականությունը ավելի մեծ, ավելի ցցում դարձավ այդ քաղաքականությունը, հակասական քաղաքականությունը Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում, մի բան այնտեղ վարես Հայաստանի Հանրապետության ներսում ցույց տաս, որ իրականացնում ես այլ քաղաքականություն, դու հող հանձնող չես։ Բանակցես հողերը հանձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում քեզ ենթակա մանկլավիկների, հասարակական կազմակերպությունների, ժուրնալիստների, բլոգերների, քաղաքական գործիչների, ընդդիմադիր քաղաքական գործիչների միջոցով տարածել տաս, որ հող հանձնողին հանձնելու ես հողին։ Եվ երբ որ բանը գահասնի, արդեն դանակը գահասնի Օսկորին, սարքես, ՊՊՑ գունդ սարքես եւ հետագայում սարքես թավշյա ոչ բռնի խեղճատակություն, իշխանությունը, այսպես ասած, հանձնես կամ հանձնման իմիտացիա իրականացնես Նիկոլ Փաշինյանին եւ գնաս միտեղ նստես։ Սա Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն է եղել։ Իմիջիայլը սրա մասին նաեւ Ալիև արդեն կրսերն է ասում է, երբ բանը գալիս հասնում էր հողերը հանձնում, Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ բաներ տեղի ունենում, գունդ էին գրավում, ասում հեղափոխություն էին անում։ Իմիջիայլոց այս խոսքը վերջերս սկսել են նաև շատ
բան անել, մեջ բերել նաև ԿՊԱ-ականները, բայց կիսատ են մեջ բերում։ Միայն ՊՊՑ գնդի գրավման վերաբերյալ են մեջ բերում, չեն ասում, որ ինքը ի նկատի ունեցել նաև Թավշյա Ոչբորնի խեղճատակությունը։ Գնում էր Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ, որպեսզի խոսեր այդ բանակցությունների տվյալ պահի մասին, որ պետք է այնուամենայնիվ ռացիոնալ բանակցություններ, ռացիոնալ մոտեցումներ ցուցաբերենք, բայց զուգահեռաբար կազմակերպել էր տալիս ազգային անվտանգության ծառայության միջոցով Շուշի դեկլարացիայի ստորագրում, որտեղ էլի հավաքում էր հիմնականում պատվիրակված մարդկանց, իշխանությունների կողմից իհարկե կլինեն այնտեղ նաև մոլորված մարդիկ, բայց հիմնականում իշխանություն այդ մարդկանց ուղղորդել, ովքեր զուգահեռաբար ստորագրել էին տալիս Շուշիի դեկլարացիան։ Եվ ահա այս քաղաքականությունը, հակասական քաղաքականություն, արտաքին մեկ քաղաքականություն, ներքին այլ քաղաքականություն իրար հակասող եւ դրան զուգահեռ նաեւ հարգելի բարեկամներ, պիտի ասեմ, որ բան էր լինում, թալանվում էր բանակը, կոնվեյերի վրա դրած վաճառում էին զինվորական գրքուկներ, միայն 11-19 թվականներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունից ազատվել է 50,000 պատանի եւ երիտասարդ, եւ ահա այս քաղաքականությունը բերեց հանգեցրեց կրախի։ Այս քաղաքականությունը ունեցավ ողբերգական ուղղակի հետևանքներ։ Հազարավոր մարդիկ կորցրեցին կյանքեր, տասնյակ հազարավոր մարդիկ տնավեր դարձան, առողջություն կորցրեցին եւ այսպես շարունակ։ Այս քաղաքականությունը նաև բնութագրում է, հարգելի բարեկամներ, Հայաստանի երրորդ հանրապետության ուլտրա ազգայնականությունը։ Մի կողմից հիմիկվա լեզվով ասած, մի կողմից Արցախի համար բոզի լաց դնել, մյուս կողմից բանակից ազատվել։ Մի կողմից Արցախի համար բոզի լաց դնել, մյուս կողմից պատերազմը դեռ չավարտված փորձել վաճառել հեկերը, այլ գույքեր, կպցնել գումարներ, հետո գալ Երևանում ուղղակի հանգիստ վերեմնել։ Հայկական այսպես կոչված ազգայնականությունը, որը բնութագրվում է իմ նշած արդեն հանգամանքներով, ապրել է կռախ 20 թվականի նոյեմբերի 9-ով դա մի հանգրվանի հասավ, հաստատվեց եւ արդեն 21 թվականի հունիս ամսին իր վերջնական կնիքը ստացավ հայկական ուլտրա ազգայնականության սնանկ լինելը։ Եվ հիմա հարգելի բարեկամներ, զարմանալին նա է, որ այսքան բանից հետո դաշտը փորձում է քաղաքական դաշտը դուք տեսնում եք, թե Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն չկա, այսօր ասում եմ քաղաքական դաշտ, դա պատկերավոր ասած, քաղաքական դաշտը, ճակերտավոր քաղաքական դաշտը, քաղաքականություն չկա, հարգելի բարեկամներ, այն մարդիկ, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին, շարունակում են իրենց ուլտրա ազգայնական խոսքը։ Շարունակում են հանդես գալ այդ դաշտում։ Իմիջիալից այդ դաշտի, ազգայնական դաշտի, դաշնակցական, եթե ուզում եք դաշտի, կարկառուն ներկայացուցիչներից մեկը Հայաստանի ողջ երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է Նիկոլ Փաշինյանը։ Եթե վերցնենք որպես քաղաքական գործիչ, այո, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուլտրա ազգայնական դիրքերից մշտապես։ Ես խոսում եմ ոչ թե լրագրող, ոչ թե գրող, այլ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի մասին։ Ինքը եւս հանդես է եկել այս դաշտից։ Եվ հիմա երբ փորձում են հակառակվել Նիկոլին եւ շարունակում են այդ դաշնակցական, ազգայնական սին լոզունգները, այստեղ առաջանում է հարց։ Դուք սա անում եք, որովհետև թրենդի մեջ եք մնացել, միգուցե որոշ մարդիկ փող են աշխատում, փող են կպցնում, մեկ։ Դուք սա անում եք, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից բան չեք հասկանում, այսպես կոչված քաղաքական դաշտից բան չեք հասկանում, երկուս։ Թե դուք սա անում եք, որովհետև գործը անում եք Նիկոլ Փաշինյանին օգուտ տալու համար։ Ինչի համար եք սա անում, այս երեք տարբերակներից մեկը պիտի լինի։ Ինչի համար եք դուք անում այս ամենը, հարգելի բարեկամներ։ Բազմաթիվ ուժեր կան, հարգելի բարեկամներ։
բազմաթիվ գործիչներ կան, թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, բազմաթիվ են, մեկը չի, երկուսը չի, 5-ը չի, 10-ը չի, սա այսպես կոչված ընդդիմադիր հռետորաբանության թրենդն է, հանդես գալ այս դաշտում, դաշտ, որը սնանկ է, դաշտ, որի մեջ է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլին հաղթելու համար նախ Նիկոլին պետք է հաղթես խոսքով։ Իսկ Նիկոլին խոսքով հաղթելու համար պետք է չունենաս կաշկանդվածություն, տիրապետես քաղաքական դաշտին եւ հանդես գաս այս պոզիցիայից։ Չի կարող Նիկոլ Փաշինյանը խոսել իրական Հայաստանի մասին, հակառակվես Նիկոլ Փաշինյանին, դեմը դնես պատմական Հայաստանի քարտեզը։ Սա խոսում է նրա մասին, որ դուք քաղաքականությունից բան չեք հասկանում։ Սա ուղղակի մեկ ֆրագմենտ այդ դաշտում գործող մարդկանց քաղաքականությունից խոսույթից ընդամենը մեկ ֆրագմենտ։ Եվ փոխանակ ասվի, եթե դա է իրական Հայաստանը, եւ դու այդ իրական Հայաստանի վարչապետն ես, ապա ինչու ես ուղարկել զորակոչը Արցախ, գիծ Ադրբեջան եւ սպանել տվել մի ողջ սերունդ ու հետագայում այդ մարդկանց ճանաչել օկուպանտ խուժան, դու սկսում ես բաժանել տալ մեծ հայտի քարտեզ։ Սա գործողություն է, որը տանում է դեպի փակուղի եւ որից օգուտ է քաղում միայն ու միայն գործող վարչակազմը։ Ես կարծում եմ, որ այս ամենաիրականացնողները չեն հասկանում ուղղակի։ Բայց ես վստահ եմ, որ դաշտում կան նաև մարդիկ, ովքեր ոչ միայն չեն հասկանում, այլ նաև այդ ազգայնական լոզունգներով փորձում են ջուր գումարներ կգցնել, աշխատել, չգիտեմ, եւ այսպես շարունակ։ Թող ամեն մարդ իր արածի համար բան տա, իր խղճի առաջ պատասխան տա, այդ ուլտրաազգայնական հռետորաբանությունը հատկապես շատ է ներսում է, բայց դրսում էլ շատ են, ազգայնական, ուլտրաազգայնական թուրքը կգա, ես պատմել եմ մի անգամ, թե ինչպես թուրք սպանել, թուրք ատել են սովորեցնում, ինձ մի անգամ, դա շատ է տեղի ունեցել, ուղղակի այդ ֆրագմենտը մնացել է իմ հիշողության մեջ, թուրք սպանել եւ թուրք ատել էին սովորեցնում ինձ մարդիկ, ովքեր ապրում են Գերմանիայում, որտեղ Սպլոշի ռյադը, ինչպես ասում են թուրքերեն, թուրքական ամենամեծ համայնքներից մեկը է, թե ոչ ամենամեծ համայնքը Եվրոպայում, Գերմանիայում։ Մարդիկ գնում են, թուրքեր հետ ապրում են, բայց այնտեղից այստեղ թուրք սպանել են սովորեցնում։ Սա էլ իմիջիայլոց այս քաղաքականությունը, որի մասին ես խոսում եի, եւ նաեւ այս հռետորաբանությունը, այս խոսքը, այս մտածելակերպը կարելի է նաեւ անվանել լիցեմեր մտածելակերպ, երեսպաշտ մտածելակերպ, հա։ Ուղղակի երեսպաշտության հայկական դրսևորումն է։ Այսքանը։ Լավ եղեք։